Բարի երեկո Աստծո ժողովուրդ։ Օրհնյալ է մեր Տեր Աստվածը։ Ով ասում ամեն։ Հալելույա։ Ես շատ կարճ կլինեմ, մի հատ փոքրիկ տեղ եմ ուզում կարդամ Սաղմոս 34 4-րդ խոսքից։ Ես խնդրեցի Տիրոջը եւ նա պատասխան տվավ ինձ։ Կա ստեղ մեկը, որ խնդրել է Տիրոջը եւ պատասխանել է։ Կա տես մարդ։ Օրհնյալ է իր անունը։ Ասում եմ ես խնդրեցի Տիրոջը եւ նա պատասխան տվավ ինձ եւ իմ ամեն ահովախից ազատեց ինձ։ Նրան են մտիկ տալիս եւ լուսավորվում եւ նրանց երեսը չի ամաչիլ։ Նրան մտիկ տվողը լուսավորվում է եւ ով որ մտիկ է տալիս նրան չի ամաչիլ։ Ժողովուրդ ջան, մենք խոսում ենք կենթանի Աստծո մասին, որ լսում է եւ պատասխանում է։ Շատ-շատն են իրանց հույսը կապել տարբեր բաների հետ։ Շատեն են կանչում, մի անգամ մի հատ պատական բան ալում, ասում են, վայ տեսար եղավ, բայց մեր Աստվածը լսում է եւ պատասխանում է եւ օրհնյալ է իր անունը։ Գիտես խի, որտեւ ինքը ոչ միայն մեր համար մեռավ, նաեւ հարություն է առել։ Որտեւ ինքը այսօր կենթանի է եւ ինքը այսօր այս վայրի մեջն է։ Եվ ինքը եկել է բան ունի մեզ ասելու։ Ուղղակի մանա գալի տենա, ով է պատրաստ, ով է սպասում, ով է ուզում իրանից ակկալիքներ, ով է ինչ է եկել։ Եթե մեկը եկել է ուղղակի դբա կիրակյորա բա ինչ անեմ, տենց էլ գնալու է, ժողովրդին տեսար, խոսեցի, ապշած ցեղար, ալելույա, գնալու ես տուն։ Իսկ եթե եկել ես Տիրոջ հետ հանդիպելու, դու չես ամաչելու, ասում է նա կլուսավորվի։ Ես համոզված եմ, Տերը մինչև հիմա շատ բան է մեզ սովորացրել, բայց դեռ լուսավորվելու տեղ շատ ունենք։ Եվ քանի ինքը անսահման, անծայրացիր է, եւ ինքը մեզ լուսավորելու է, շատ բաներ սովորենք։ Գիտեք, որ ունենք շատ օրհնյալ հույր։ Ուզում եմ, որ ձեր սրտերը բաց, որ ասմականները բաց, ձեզ պատասխան սպասեք, չէ թե Իրանից, այլ որ Աստված դրել է իր մեջ իր բերաներով, որ խոսա մեր սրտերի հետ։ Ամեն։ Ես խնդրեցի Տիրոջը եւ նա պատասխան տվավ ինձ, եւ իմ ամեն ահովախից ազատեց ինձ։ Նրան են մտիկ տալիս եւ լուսավորվում, եւ նրանց երեսը չի ամաչիլ։ Օրհնյալ է մեր Տերը։ Դե ոտքի կանգնեք աղոթքով գանք Տիրոջ առաջ, խնդրենք եւ հավատանք, որ Տերը անպայման այս աղոթքին էլ է պատասխանելու։